Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն է, բարև ձեզ պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, ձեզ հետ այսօր խոսելու ենք Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարողականի մասին։ Իդեպ այս բյուջեի վերաբերյալ ծավալուն տեղեկանք է ներկայացրել Լույս հիմնադրամը եւ այս տեղեկանքում շատ ուշագրավ թվեր ենք մենք տեսնում, մասնավորապես 2024 թվականի Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորումը մեծամասամբ թանկացված հարկեր, տուրքեր, դրույքաչափերի ավելացումով է պայմանավորված եղել, օրինակ 39%-ով աճել է անշարժ գույքի դիմաց հավաքագրված գույքային հարկերի չափը, 14.8 միլիարդ դրամով ավելի գումար է հավաքվել տեղական տուրքերի դրույքաչափերը բարձրացնելու հաշվին, այսինքն Երևան քաղաքի բյուջեն փող կա, բայց միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը թերակատարել է 50%-ի չափով իր կապիտալ ծախսերը եւ հարց է առաջանում, եթե բյուջեում փող կա, այն հիմնական առանցքային կապիտալ ծախսերը, դպրոցաշինություն, ճանապարհների շինարարություն եւ այլն, ինչու է թերակատարվել այն էլ 50%-ով։ Տեսեք, Երևան քաղաքի բյուջեն, որը արդեն ավարտվել է կատարողականը, դա խայտառակություն էր եւ ես դա ներկայացրել եմ հենց նիստերի դալիճում, ինչու համար հիմնավոր եմ, դուք շատ ճիշտ եք եւ հիմնականը աճը, որտեղ իրանց մոտ գրանցվել է, դա շինթույլտվությունների թույլտվության, ինչպես նաեւ շինարարությունների երկարաձգման այդ տուրքերն է ու դա կանխատեսելի է եղել, ուղղակի իրանց մոտ մտավորը քանի որ 0 է, իրանք չեն պատկերացրել, բայց դա ես նրանց ասել եմ։ Ինչու, որովհետև բոլորս լավ գիտենք, որ եկամտահարկի մասին օրենքը դուրս էր գալու շրջանառությունից եւ մարդիկ գիտակցաբար եւ ոչ գիտակցաբար գալիս են շին թույլտվություններ էին վերցնում։ Եվ այստեղ չկար ոչ քաղաքապետարան, ոչ էկոնոմիկայի նախարարություն, որ ասեր գիտեք ինչ կա, ամեն անլվեի օրինակի համար շին թույլտվություն չեք տալիս։ Այսօր բազում քաղաքացիներ կան, ում շենքերը չի ավարտվել, ստիպված մարդիկ են գնում մտնում այդ շենքերը, ասում են մեր տունն է, հոսանքի հնարավորություն տվեք, մյուսի հնարավորություն տվեք, դա պետության բացթողումն է, որ առանց գիտակցելու, առանց երաշխիքների շին թույլտվություններ է տալիս։ Միայն այդ կետով մոտավորապես 9 միլիարդ դրամի իրանք գերակատարել են պլանը։ Այն պարագայում, երբ որ բյուջեն հաստատելու ժամանակ ես իրանց ասել եմ, որ դրանք տոքսիկ մուտքեր են, թունավոր մուտքեր են, այս տարի լինելու են, մյուս տարի չեն լինելու եւ ասել եմ, որ գումարը շատ է հավաքագրվելու, բայց իրանք օրինակի համար չէին հասկանում եւ դա ասում տղեկ, ձեր մոտ դա խնդրեմ է, եթե դուք չեք կարողանում պլանավորել կանխատեսել, նույն ձևի հակառակն է, չեք կարողանալու ծախսել ու նաեւ ծախսային հատվածով երկրորդն ձեր խոսքերը տեսեք, իրենք 30%-ից ավել թերակատարել են առողջապահական ոլորտը, պաշտպանական ոլորտը, որը որ օրինակի համար այսօր մեր մանկապարտեզներից 70 մանկապարտեզ ունենք, սեյսմակայունության խնդիր ունեն իրենք։ Այնքան ողբալի է մանկապարտեզների վիճակը, որ նամակը գրում են, որ օրինակի համար գնամ, ես այցելեմ որպես վերահսկող մարմին մանկապարտեզները 2-3 էջ ինձ պատասխանում են, որ դու չես կարող գնալ։ Ինչու՞, ինչ հիմնավորման չեք կարող։ Դե հիմնավորումը իմ համար զրոյական էր, որովհետև որտեղ ինչ լսել էին, մի բան գրել էին դրա տակը, բայց երբ որ ես հրապարակայնորեն ներկայացրեցի, մեկը չեղավ որ հակառակը պնդեր, որ դու դրա իրավունքը չունես օրինակի համար։ Հիմա գամ այդ ծախսերի հատվածը, որը խայտառակություն է իրանց մոտ, այսինքն ցանկացած ոլորտում իրանց մոտ տոտալ թերակատարում է գնացել։ Դրա արդյունքում վերջում բյուջեում էլ 8 միլիարդ դրամից ավել գումար էր մնացել։ Այսինքն այս տարին, որ իրանք սկսել են, անցյալ տարվանից 8 միլիարդ էլ մնացել է իրանց մոտ։ Այսինքն փող ունեն, բայց չեն արել, ինչի համար պարտավորություն են ստանձնել։ Դրանք գումարած նաև պատվիրված լիազորությունները, որոնք օրինակի համար կառավարությունն առանձին ֆինանսավորում, նույնպես այդպես դպրոց, մանկապարտեզ կամ փողոց կառուցելու համար, այդտեղ նույնպես իրանք մոտ այնքան է գումարն ավելացել, հետ են տարել իրանք, չեն է տրամադրել գումարը։ Այսինքն քաղաքային իշխանությունը կառավարման շատ լուրջ խնդրեմ ունի։ Ամենապրիմիտիվ օրինակը ես դες բերեմ Ծիծեռնակաբերդի խճուղին, որ քանդվել է 5 տարի էս մարդիկ սկզբից չինթույլտվություն չեն տալիս շմակ լսումները չեն անում, հետո չինարը մանդից եկավ կպավ փողոցին, խայտառակություն էլի հասկանում եք, իսկ քաղաքային իշխանությունն ինչ անում, պարգևավճարների պահը 100% կատարել է։ Թիվը 951 միլիոն դրամի պարգևավճար Երևանի քաղաքապետարանը։ Այո, մոտարապես մոտ $800,000 պատավատներ են իրենց առել։
Այսինքն, դա 100% կատարողական է իրանց մոտ, հասկանում եք։ Այսինքն, ընկեր, արի հասկանանք, մի կողմից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատվատապետությունը պետք է վերջ դնենք, մյուս կողմից 100% կատարողականով նոր ավտոներ եք գնում։ Ում եք գժի տեղ դնում։ Անթույլատրելի է, կամ փաղապետերի վարչական հրատապ-խնդիրների լուծման ծախսերը 100% կատարել են, բայց օրինակ կենտրոնի թաղապետը 700 միլիոն դրամ թերակատարել է իր ծախսերը։ Աբսուրդ է։ Մյուս օրինակը ձեզ բերեմ, որ այս մարդիկ կառավարման հետ կապված խնդրեմ ունեն, մուտքերի հետ կապված, գովազդների մասին օրենք երբ որ ընդունեցին, որ մեծ գովազդները պետք է ապամոնտաժեն, այսինքն բոլորը միանման լինի, բնականաբար արդեն կանխատեսելի է, չէ՞ որ գովազդների գումարը պակաս պետք է լինի։ Հստակ իրանք գիտեն, որ դրա փոփոխության արդյունքում գումարը պակաս պետք է լինի։ Իրանք մոտ շեղումը 700 միլիոն դրամ է կազմում։ Այդքան պակաս են հավաքել։ Ասում տղեկ, դուք անգիր իմացել եք, որտեղ կա գովազդ, որտեղ է հեռացվելու կամ մյուսն անելու։ Ձեր համար անկանխատեսելի կարող է լինել գիշերը ժամը 12-ից հետո առևտրի համար, օրինակի համար, քանի օբյեկտ, այսպես ասած, գումար կվճարեր, էլի օրինակի համար։ Դա ձեր համար անկանխատեսելի կարող է։ Մնացածը բոլորը 90% ճշգրտությամբ դուք կարող եք գնահատել, հասկանում եք, կամ բնապահպանական ոլորտը իրանց այդ ծախսերը, որ կատարում է, Երևանի այս փոշին, այս կեղտը վառ օրինակ է։ Ասում եմ հեկտարներով անտառ են տնկել, ուր է այդ անտառը։ Ուր է այդ անտառը։ Անցյալ տարի փող էին դուրս գրել Պուշկինի փողոցի վրա ռոռոկման համակարգի համար, ասում եմ ժողովուրդ, ես այդ կողմերն եմ ամեն օր գնում գալիս, ոչ մի հատ համակարգ չեմ տեսել։ Մյուս խայտարակությունը ձեզ ասում, որ պատկերացեք, բակերի համար գումար են դուրս գրել 3.5 միլիարդ դրամ։ Փող են դուրս գրել, հասցեն գրել են Օհանովի 30, Օհանովի 32, 34 իմ հայրական տան դիմաց 3.5 միլիարդ դրամ բակերը նորոգելու համար։ Այո, գնացել եմ, այդ եմ ասում, վիդեոն արել եմ, գցել եմ իմ TikTok-ում, կարող եք դուք տեսնել։ Ոչ մի բան արած չի, ասում ժողովուրդ, մի հատ ուրիշ բան ասեմ, այդ բակում ես տեղադած չենք մոտ 24 ժամյա ռեժիմով տեսա ձայնագրում ունեմ։ 1 տարվա։ Եկեք ցույց տամ, որ մի հատ նույնիսկ չեք եկել, այն ժողովրդական լեզվով ասած քախան չեք արել, մի հատ մոլախոտ չեք փոկել։ Դուք այդ այգու վրա, այդ բակի վրա չեն արել։ Հարց եմ տալիս, այդ նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ասաց, ում եք գժի տեղ դրել։ Ում եք գժի տեղ դրել, էլի օրինակի համար։ Դուք ստե փող եք դուրս գրել, մի հատ շուռուպ, մի հատ չոփ, ոչ մի բան չեք արել։ Այնտեղ, ասում գոնե կարդացեք իմ կենսագրությունը կամ տեսեք որտեղ եմ գրանցված, ինչ եմ, այդ բակի վրա փող դուրս մի գրեք, արա այտենց թալան, այտենց կոռուպցիա չեք կարող պատկերացնել։ Ուրիշ բան ասեմ, հաղթանակի 40-ամյակի նվիրված այգին։ Ամեն տարի փող են դուրս գրում, ամեն տարի։ Ու գիտեք ինչ թվերը կա 300 միլիոն, 47 միլիոն, 80 միլիոն, ու ինչն է հետաքրքիր, այս ընկերությունը ոչ մի բան չի արել, լքված այգի է։ Շաբաթ օրով գնում եմ, պայծառ արևոտ օրով գնում եմ դե նկարանումների, մի մարդ չի զբոսնում։ Քաղաքացին մերժում է իրանց, ասում է, «Ինչ է կար, այդ թալանչին է»։ Ու այդ նույն ընկերությունը անում է շինարարություն մասիվի 2 այգիները, այդ նույն ընկերությունը շինարարություն անում է Դավթաշենում ոնց որ։ Ում փոխկապակցված ընկերությունը։ Այդ իրանց հարց եմ տալիս, ասում տղեկ, ասում են, որ ուժային կառույցներից մեկի տեղակալի քրոջ տղեն է։ Կարող է դրա հետ է կապված, կամ էդի տենց է թե չէ, ոչ մեկ չի հակադարձում ինձ, որ ասեն, «Էս ինչ ես խոսում, ինչի համար ես խոսում, ոնց ես խոսում օրինակի համար»։ Կոռուպցիայի մասին եք դուք խոսում, միայն վերջին 2 տարում հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում բացահայտել է 80 կոռուպցիոն դեպք, 80 ընդամենը վերջին 2 տարում 64 քրեական վարույթ էլ կա։ Հիմա, բայց ինչ են ասում ԿՊԱ-ականները, նույն ավականու նիստերից հետո ճեպազրույցներ, որ համակարգային կոռուպցիայի մասին չի խոսքը։ Հիմա այս թվերը 80-ը բացահայտվել է, 64-ով էլ քրեական վարույթ կա, համակարգայինի մասին չեն։ Ես միշտ ասել եմ, որ համակարգային կոռուպցիա ու հիմնավորել եմ։ Ասում եմ տղեկ, եթե ձեր մոտ համակարգային կոռուպցիա չի, համակարգային մենակ Երևանում չէ։ Երևանից դուսել են փայերը բաժանում իրենք։ Փայ տալիս են եւ դատախազությանը, եւ ԱԱՑ-ին, եւ ՏՏ-ով կառույցների Ավինյանի իշխանության օրոք։ Այո, ես հիմնավոր եմ։ Այսպիսի վիճակ է։ Ես հիմնավոր եմ, էլի փաստերով ու ինչի համար։ Երբ որ ես հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, միլիարդավոր դրամների մսխումների, չարաշահումների վերաբերյալ, դատախազությունը ոչ մի բան չի ասում, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Մի հատ թթու խոսք ասես Նիկոլ Փաշինյանի հասցեին կամ մյուսի հասցեին, հաջորդ օրը կգան գործ քարոզեն, կտանեն մարդկանց տեսնում ենք տանենք խոշտանգում, ծեծում դառնում է մի հատ պատմություն, էլի։ Դատախազությունը հրապարակայնորեն ասում է օրինակի համար տրանսպորտի համակարգը, որ կա փող է կորում։
փող կորելն է, այնպես փուճուտ փող չի կորում, օրական 30 միլիոն դրամ օրինակի համար։ Ասում ես կամ եկեք ինձ զրպարտելու համար տարեք դատեք կամ քրեական գործ հարուցեք։ Իրանց նպատակն ինչ, ասում են դե դու գնա դատախազություն դիմի, հենց գնամ դատախազություն դիմեմ, դատախազությունը այդ գործը կտանի մի հատ մութ անկյունում փոշոտ միտեղ կդնի կմոռանաս ու հենց դրա մասին խոսած կասեն մենք գործ ենք քննում, դուք ձենը կտրի նստի, միշտ այդ գործը կպրծնի, էլի, բայց sense օբյեկտիվ նայենք, եթե այդ համակարգված գնում է, նոր ավտոբուսների օրինակը բերեմ, ասում նոր ավտոբուս ենք բերել մենք օրինակի համար, ամսական 320 միլիոն դրամ այդ ավտոբուսների զապչաստ են առնում, նորմալ է դա։ Դա նորմալ է օրինակի համար։ Համ ավտոբուսը նոր է, համ էլ 320 միլիոնի։ Համ էլ 320 միլիոն, ուրիշ բան ասեմ։ Երևան ավտոբուսի օրինակը բերեմ։ Տիգրան Ավիյանն ասում է ամսական մենք 1.8 միլիարդ դրամ փող ենք ծախսում։ Ասում եմ մի հատ բացված տեսքը տվեք, այս մարդիկ մտածում են տակը թվերով ինչ գրեն, որ գումարը բռնի։ Գրել են 1600 վարորդի աշխատավարձ ենք տալիս, նույն նամակի մյուս տողում ասում եմ բացված, ասում եք 1600 ավտոբուս, գրեք որ ավտոբուսի շոֆերին ինչքան գազել մյուս։ Մյուսով արդեն գրում են 1264։ Իսկ մի հատ այդտեղ 300 կորավ, 300-ի փողը դրեցին։ Մյուսը ման ավտոբուսի, նորմալ մանն էլ երևում, այս ման ավտոբուսի վարորդները որ կան, այս մարդկանց աշխատավարձը գրել են 700,000 դրամ։ Կյանքների մեջ այս մարդիկ այդպես տիպ չեն տեսա, կյանքների մեջ հանում ես արտաժամ մտածես տվել են, ինչ որ չգիտեմ ես են տվել, մաքսիմում թիվետի առանձնությունով գրած, էլի 600,000 դրամ կանգնում, ասում ընկեր, այս փողնում գրպանն ա գնում։ Հիմի հելնում ես, կանգնում ես, դու հանրային մարդ։ Հանրային մեղադրանք ես ներկայացնում, ասում ես գործ հարուցեք, հրապարակայինորեն անձնագործության մասին հաղորդում եմ ներկայացնում։ Այս ավել փողը 1600 վարորդի կամ մյուսի ում գրպանն ա գնում։ Ոչ մեկ զեն չի անում։ Ես հիմի կարող եմ պնդել։ Ում գրպանն ա գնում հիմա։ Հիմի ես եմ այդ ասում, կարող եմ պնդել, որ այդտեղից մի 10,000 ամեն մեկից գնում է դատախազի գրպանը, 5,000 գնում է ԱԾ-ին գրեվ ամեն մի վարորդից, էլի, չգիտեմ, այսքան սրան, այնքան նրան, սա այդպես բաժանվելով գնում է։ Կարող եմ պնդել, իհարկե կարող եմ պնդել։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը կոռուպցիոն մի հատ բուրգ է։ Իհարկե, բուրգի մի մաս, ներողություն։ Ես առաջ մտածում էի, որ կարող է Երևանը sense առանձին գողդու ջեպկիրություն են անում իրանք, բայց երբ որ դու հետո հասկանում ես, որ օրինակի համար այդ կոպեկները որ գցում են, այդ սարքավորումը ծախողը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Հարությունյան Արայիկի տեղակալի ամուսինն է, 40,000 դրամանոց բանը 160,000-ով են ծախում քաղաքապետարանի վրա, հասկանում եք, որ բուրգա բոլորին փայ են հասցնում, բոլոր ախպերներին իրեն գրեֆ են անում, հասկանում եք, այդքան հրապարակայինորեն մեղադրելը մի օր չեն եկել իմ դուրը թակի ասեն ընկեր, այս մի բանը որ ասում ես որն է, գիտեմ որ ինչ խոսում եմ, տակը փաստաթուղթ կա, գրում եմ քաղաքապետարանին ու իրանց թվերը հրապարակում, ասում ձեր իմ համար հիմք հանդիսանում է ձեր տված թվերը, ուրիշ ինձանից չեմ հորինում ես, այսինքն եթե իրանք գործ չեն հարուցում Այս չեն անում, այն չեն անում, պարզա որ ուրեմն այդին բացահայտումները բուրգի մի մաս է։ Ասում եք իրենք գործ չեն հարուցում, ԿՊԱ-կանները լսենք, ասեն բա հակակոռուպցիոն կոմիտեն 80 կոռուպցիոն դեպք բացահայտել է։ Բա ոնց եղավ որ չեն բացահայտում։ Հիմա այդի որ ասում են, այսինքն ոնց է կարծում, մինչև 18 թիվը ոչ մեկին չեն ձերբակալել։ Վազգեն Խաչիկյանին ճիշտ եմ ասում, անազգանու կենսաթոշակայինի պետներ որ կալանավորվեց նստավ, Հայտնի Գոմեշի մսի գործը Այսօր մանկապարտեզինում խայտարակ սնունդ է ասում են, ժողովուրդը ինձ գրում է, հատիկ առ հատիկ ծնողները գրում են, ասում են խնդրում ենք մի հատ եկեք ստուգեք այդ ամեն ինչը։ Հիմա նայեք, նախկինում էլ, այսինքն միշտ իրանք այդ պայքարը կոռուպցիայի դեմ եղել է, կամ թարմ մեր քաղաքապետանի ժողովրդին։ Քաղաքապետի մամլո խոսնակը հրապարակայինորեն մնում էր մենակ ասեր գեդինը մտնեք քնչական ու չգիտեմ ինչ որ գործ եք կարում մարդկանց վրա։ Այսինքն եթե իր ասածը ժողովրդի պարզ լեզվով թարգմանեմ, դա էր նա ասում։ Այս վերջին զարգացումների հետ կապված եղան ձերբակալություններ, այո։ Ձերբակալությունների հետ կապված։ Մյուս խնդիրը որ կա, ասենց հերթականությամբ մենք որ գնանք։ Իմ անձնական կարծիքը ես կարող եմ ասել, այսինքն որտեղ որ փայը տեղյակ չեն լինում, միգուցե սխալվում եմ օրինակի համար, փայը վերևները հերթականությամբ չի գնում, այդ գործերը բոլորը բռնում են, բոլոր նախատին բռնում են։ Այսինքն որը տեղյակ են իրանք այդ ամեն ինչի մասին, ամեն ինչը հանգի, սիրուն, գծած գնում, ամեն ինչը հանգի, սիրուն, իրանց համար գնում է, հասկանում եք։ Հիմա իրանք որ ասում են պայքար ենք մղում, մենք այդ ամեն ինչի մեջ։ Լավ, եկեք հասկանանք, էլի օրինակի համար։ Տիգրան Ավիյանի մոտիկ մտերիմ ընկերը Արաբկիրի թաղապետին, որ կալանավորել են իրանք։ Ամեն օր էլ իրանց հետ են, շին թույլտվությունների կամ մյուսի հետ կապված խնդիրներ էր։ Քաղաքապետարանը մեղադրում ասում է գործ են կարում, իրականության մեջ դատախազությունը քննչականները սուպեր գործ կարողներ են։ Ինչ-ինչ գոնե մենք լավ գիտենք, ում գլխին ինչ ուզում սարքում են օրինակի համար, էլի։
Բայց այս պարագայում, եթե դու քաղաքապետ ես կամ ԿՊ դու իշխանություն ես ու քո կադրերին ես բերել այնտեղ ամբողջությամբ 7 տարի, ով մի հատ իրանց ասած նախկինի հետ կապ ուներ, վիզա կտրում էին օրինակի համար։ Ձեր մոտ ափաշքարա ձևով այտենց թալանա գնում, այսինքն կաշառք են վերցնում ու բռնվում են ժողովուրդ, ուրեմն ստացվում է, որ դուք կառավարման մեջ տեղ անելիք չունեք։ Եթե ձեր ենթական չի գիտակցում, որ պետք է չթալանի, չտանի, դու բերել ես մի կադր, որը կաշառքի մեջ է թաղված ընկեր, այդ նույն բանն է, որ դու ես իշխան ուզում ես, դու արդարացի, բա ում ես բերել տեղադրել։ Տենց չի լինում, գիտեք։ Ուղղակի տենց չի լինում։ Թալանի համատեքստում նաև խոսենք մեկ անձից գնումներից։ Երևանի քաղաքապետարանը գնումները մեծ մասամբ անում է մեկ անձից, հրատապ մեկ անձից։ Եթե մրցույթ է հայտարարում, մասնակցում է մեկ ընկերություն, որ ասում են ուզած-չուզած այդ ընկերությունից է տեղի ունենում, հետո պարզվում է շղթաներով, որ այդ մեկ ընկերությունն էլ իրենցից որևէ մեկի հետ կապ ունի։ Այս շղթան երբ է կոտրվելու։ Երբ որ իշխանությունները իրանք ճամպրուկները կվերցնեն, կգնան։ Ես Գյումրիի աղբանոցում նկարել եմ տապանակար էր դրած, ասի Գյումրիում տապանակարը կդնեն ԿՊ-ի վրա, հա, ԿՊ-ի գլխին։ Իրանց լեքսիկոնով խոսեմ, որտեղ իրանք սիրում են, էլի սառույցը դնեք գլխներիդ հանգստացեք, էս արեք, այն արեք։ Ես իրանց հողում անելով իրանց ոճով կպատասխանեմ։ Գյումրիի հետ կապված առանձին հարց ունեմ, բայց եկեք հիմա մեկ անձից գնումների մասին խոսենք։ Ես մեկ անձից գնումները ասեմ։ Միլիարդավոր դրամներ։ Տեսեք, քաղաքի զարդարանքը որ կա։ Ես անցյալ տարի բացահայտեցի, որ աշխատող լուսավորությունները որ կա, անտերության մատնված չպրտացել Վերոնիկա մանկապարտեզի բակում։ Եվ դրա համար ոչ մեկ չպատժվեց, գիտեք, երբ որ այդ նույն այդ լուսավորության համար անցյալ տարի ամբողջ փողոցները զարդարում էր, ու եթե չեմ սխալվում, դա 40 միլիոն դրամով գնել էին։ Հետի տես թողեցին, որ քանդվեր, քայքայվեր, տեղը գնացին ըստ օդում կախված լուրերի Սուրեն Գրիգորյանի ընկերոջ ֆիրման շահեց։ Իրանց մոտ ամեն մեկը մեկի հետ կապված է, կամ Լիլիան Արմ ընկերությունը, որը որ այն խայտարակ բակեր ու այգիներ է կառուցում, ԿՊ-ի ավականու ցուցակի մեջի մարդ է, օրինակի 25 միլիարդ դրամի գնում է կատարվել այդ ընկերությունից։ Հա, մի թող իրանք ասեն, որ այդ ընկերության հետ մենք կապ չունենք, մենք էս, մենք այն կամ մյուս օրինակի համար։ Ներողություն 22 միլիոն դոլարի։ Լիլիան Արմից կատարվել է 22 միլիոն դոլարի։ Լիլիան Արմը կոնկրետ հստակ ԿՊ-ական, ով ավականու համամասնական ցուցակում ներգրաված մարդ է, իրանցից է։ Նանսենի այգուի մասիվում բակերը նկարել եմ, տենց խայտառակություն դուք չեք կարող պատկերացնել, ինչ անորակ աշխատանքներ, ինչ թալան, ուղղակի չեք կարող, ու ոչ մեկ չի գնում բռնի վզից, ասիլ արի ստեղ դու ով ես, որ մեր հերոս հարկատուների տված հարկերը բերում ես, հենց անորակ բան ես սարքում, փողի մեծ մասը դնում ես քո գրպանին։ Անթույլատրելի է ուղղակի։ Մյուս որ կա, այս համերգների կազմակերպումը որ կա, իրենց ասել եմ տղեկ, մյուս իշխանության ժամանակ կգնամ կխնդրեմ, որպես համերգի կազմակերպիչներ դες գործնան, բայց մյուս իշխանությունը ականջներդ կկտրի, եթե դուք մի կոպեկ փող թալանեք, ոնց որ հիմի եք թալանում։ Իվետա Մուկուչյանին բերում են, իրանց այդ մոտիկա Երևանի տոնին 3.5 միլիոն դրամ փող է օրինակի համար վերցնում։ Խայտառակություն է, էլի, եթե մեր երկիշները օրինակի համար ես առավել քան վստահ եմ, որ նախկին նման տիպ միջոցառումների ժամանակ եւ սիրում էին քաղաքին, եւ քաղաքի իշխանության հետ ունեին հարաբերություններ, մարդիկ գալիս են, քանի երկը կգային նվեր կանեն։ Դուք ո՞նց եք պատկերացնում օրինակի համար Ավետ Բարսեղյանին խնդրեց Երևանի համար մի հատ քարյակ գրի, ինքը դրա համար փող ուզի, երբեք չի ուզինա, առավել քան վստահ եմ, էլի, բայց իրանք իրանց մոտից երկի-երկչույներին աննորմալ մեծ քանակի փողեր են տալիս, աննորմալ մեծ քանակի, էլի, ու ցանկացած միջոց այդ ընկերությունը կապվում է Տիգրան Ավինյանի կնոջ հետ։ Ին կնոջ ինգերական շրջապատից էր այդ Երևանի հայտնի միջոցառումները որ կար։ Ինչպես Անիֆի 1.5 միլիարդ դրամի տեր դարձած ընկերությունը դարձյալ Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությունն էր։ Իմի այդ Անիֆից ես գիտեի Անիֆի աշխատող էր, քաղաքի զարգացման ծրագիրը որ ներկայացնում է կինը, ու որ հարցնում ես այդ զարգացման ծրագիրը քանի տոկոսով է կատարվել, ասում է, չգիտեմ։ Մեկ էլ Ավինյան Տիգրանին ասում է, մենք 105%-ով կատարել ենք, ասում եմ գիտեք ոնց է, քո ենթական պիտի զեկուցի քանի տոկոս են կատարել, քո ենթական ասում է չգիտեմ ով որ դրա պատասխանում, դու թիվ ես ասում։ Այսինքն նորմալ չի որ քաղաքային իշխանության մեջ երկու պաշտոնյա չես գտնում որ խոսքերը մեկ լինի, էլի հասկանում եք։ Այդ նույն աղջկան էլի, ինչքան գիտեմ Անիֆից կամ իրանց այդ կառավարությունից իր հետից բերել է ստեղ։ Հասկանում եք, Անիֆը կատարել խայտառակություն է։ Այսինքն միլիարդավոր դրամները մսխել են, դրել են ուղիղ իրանց գրպանները, դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, ոչ մեկ հասկանում եք,
բլբուլ են կտրե իրանք, թալանը հետ, այդ ձեր արած թալանը տեղը դրեք, տրանսպորտն էլ էժան կլինի, մյուս խնդիրներն էլ հետը կլինի։ Աղբանություն, ասում տղեկ դուք կարող եք լավ չեք։ Աղբը գեներացնում է մարդը, ոչ թե քառակուսին։ Խարբերտ այսօր գնացել է, մեկն ասում Մարիկին պապական տունն նայեք, տատիկ պապիկ են ապրում, էլի, ասում մոտարապես այնպես մեծացել են, որ թորները կգային, բան թողի գնացել են 350 քառակուսի է, էլի, ասում ես այդքան աղբի վարս, որտե իսկ դամ ասում ընդամեն ասում աղբավայրն է, որ տանեն գցենք 400 մետր հեռու է, ասում հետո ասում ինձ ավելի շատ ձեր կտա, ես ամսվա մեջ մի անգամ տաքսի կանչեմ Yandex-ով, դնեմ տանեմ ուրիշ տեղ թափեմ, քաստե իրանց ույսին մնա։ Այո։ Հասկանաք խայտարակությունը է դա։ Գյումրու հետ կապված, տեսեք, Երևան քաղաքի բյուջեից փող է հատկացվում, որպեսզի Գյումրիում շները ստերջացվեն։ Գիտեք, այդ մեր քաղաքային իշխանությունը այդ պոակը որ ունեն, եթե անկեղծ լինեմ, իմ գործընկերները որ այցելել են այդ պոակը, այդ կենթայիների հետ կապված, պոակի պայմաններն ասում են իդեալական լավն է, այսինքն լավ կառուցել են։ Մի գանք իրանց կատարած աշխատանքի որակին ու գնահատականը տանք, երկու հասցեներ ասեմ, հայտնի հասցեներ, որ իրենք տարել են շներին ստերջացրել են, մեկը Մերգելյանի այգու շրջակայքը, մյուսը կենտրոնում Եկմալյան հասցեում։ Իրանք որ շանը տանում են, պատվաստում են, այդ շունը սկսում է թվաբանական պրոգրեսիվ աճել։ Այս մարդկանց մոտ էդի է լավ ստացվում։ Հիմի այս Գյումրիում էլ ինչ են արել, կենթանասերներին գնացել եմ, ինձ հենց լսեցի ես, որովհետև ավականիստի ժամանակ եթե ճիշտ եմ հիշում, 50 միլիոն դրամ հանը տվել են Սարիգին։ Բայց թույլ է տալիս օրենքը։ Պետք է բյուջեն վերաբաշխեն իրան կամ գրել են հրատապ խնդիրների, Գյումրիի շները իրանց հրատապ խնդիրներն է։ Ինչու է Գյումրիի շունը Երևանի քաղաքապետարանի համար հրատապ խնդիր։ Ուրեմն ասեմ, շատ լավ գիտեք, որ ինչքան ուզում է իրանք փորձեն հեռու փախնել, Գյումրիի կառավարմանը իրանք վերջի 7 տարին ֆուլ մասնակցել է ԿՊ-ն, ավելի շատ քան Բալասարյանը կամ մյուսը, որովհետև մարզպետն էր իրանց, փող քաղաքապետերն էր իրանց, ինչ ասում էին, անում էին, ամեն ձև, բան, այսինքն իրանք եղել են մեջը։ Իրանք նույն ձևով Գյումրիի կենթանասերները ասում են ինչ են անում, տանում ծակում էին շներին, սիմվոլիկ ծակրտում էին, որ իրանք այդ process-ը կատարել են, փողը դնում են գրպանը, մի շան վրա դուրս էին գրել ըստ կենթանասերների 38-ից մինչև 52,000 դրամ, մեկ շան վրա։ Մեկ շան վրա։ Մի Սարիկը այնտեղ ասել է, որ մենք ունենք 2000-ա շուն, իր լեզվով ասեմ, էլի։ Հիմա այդ շները կպներ գլխի դարում ասա, էլի օրինակի համար։ Ոնց է շներին հաշվի չգիտեմ։ Երևանը որոշել է, որ Սարիգը իրանց լավ աղբերն է, չնայած Սարիգը իրանց այդքան է լավ աղբեր չի, ով ասես եղել այդ Սարիգը, գիտեք, չէ։ Ես Սարիգին ճանաչում եմ, որ 2017 թվականին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի 10 ովչիկներից էր ինքը, էլի, այդ ժամանակվանից իրեն գիտեմ, էլի, այտենց հիշում եմ։ Սարիգը գալիս է Տիգրան Ավինյանի հետ օգնության, Տիգրան Ավինյանի մոտ հանդիպման, Տիգրան Ավինյանը որպես օգնություն ասում է Գյումրիի թափառող շների դեմ պայքար կմղենք։ Ուրեմն կենթանասերները ցույց են տալիս, թե ինչ վայրի մեթոդներով բռնում տանում են Գյումրիում ուրի բանկա զորամաս կար։ Այդ զորամասի տարածքում ըստ կենթանասերների կասկածի տանում այդ շներին քնեցնում են, այսինքն սատկացնում, թաղում են հենց այդ տարածքում, որովհետև կենթանասերներն անգիր իրանց շները գիտեն, որտեղ քանի շուն կա, հիմա իրանք նայում են ու կվստահեցնեն, էլի, անթույլատրելի դահիճ ձևերով այդ շների ականջներին դակելը, արնլվիկ անելը, այդ շներին գազազացնելը, հետ գցել փողոց, մի հատ վայրագություններ, որ ասելու չի, ինչն էր հետաքրքիր, այդ փաստեր ունեմ հրապարակելու Երևանից այդ փողը որ դուրս են գնել 50 միլիոն ասացի 50 միլիոն ավականիստի ժամանակ 50 միլիոն էին բան արել էլի տվել գրեֆներ էլի ընտրություններից առաջ որ ասեն տեսեք մենք շների դեմ պայքարեցինք բան ուրեմն այդ ավտոն որ նկարել էին կենթանասերներին ցույց տվեցին նա զարմանել էր Երևանի այդ հոլոգրաֆիկ նշանների այդ ավտոյի վրա բայց համարները վրացական ուզում հասկանամ վրացական ավտոն Երևանի ենթակայության տակ ինչ գործ ունի էլի օրինակի համար գնացել եմ այնտեղ ման եմ գալիս ասում եմ ուր են այդ մարդիկ կանչեք որպես քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ եկել եմ Երևանի քաղաքացու վճարած են հարկերից 50 միլիոն որտեղ եք տարել տվել այդ գումարի հետևից եմ եկել եկեմ տելեմ ուր եք այդ մարդիկ փախել են չկան այդ մարդիկ մի երկու հոգի գյումրեցի են գտե բերե ինչ կա որ ընճեք եկի որ ասում քու ինչ գործ դու ով ես ինչ ես եկե օրինակի համար մեկ էլ այդ պահակին ասում էսի ով էր ասում եկել էր ջուր խմելու ասում եմ մտած այս կորաստը գալիս են քոմա ջուր խմելու ընկեր ինչա ձեր ուզածն է Ձեզ կենթանասերներն ասել են որ այո
ոչ թե շները ստերջացվել են, այլ քնեցվել են։ Այո, քնեցվել են շները, ինչպես նաև իրենք ասում են, որ այդ ստերջատելու փոխարեն իրենք այդ բառն է դժվար եմ ասում, չեմ կարողանում սովորել։ Հասխալ եմ ասում այդ բառը։ Այդպես է կարող եթերի մեջ թողեք, ես չեմ նեղվում, էլի, ընդհանրապես։ Հա, ասում բռնում են շներին, ծակում են, այսինքն իմիտացիա են ստեղծում, որ այդ շների վրա աշխատանք են տարել, որովհետև բավականաչափ թանկ հաճույք է ճիշտ աշխատանքը տանել։ Հետո ի՞նչն է հետաքրքիր, այդ շներին եթե դու տանում ես, պայմանները պիտի ունենաս, որ համապատասխան պայմանների պարագայում որ ինֆեկցիա չգնա, մյուսը չլինի, էլի։ Իրանք տանում են այդ նախկին զորամասի տարածք ու ինչ պայմաններով են իրանք այդ process-ն անում, ոչ մեկի համար անհայտ է, ու կենդանասերներն ասում են, քանի որ փակ է, մեզ չեն թողնում ներս մտնենք, մենք կասկածներ ունենք, որ ուղղակի տանում են այդ շներին քնեցնում են։ Իսկ դա անընդունելի է, անկեղծ անընդունելի է։ Փաստորեն Տիգրան Ավինյանը նաև օգնում է Սարիկին։ Գիտեք ոնց։ Երևանցու վճարած հարկերով։ Երևանի վճարած հարկերով նախ իմ գնահատմամբ տեղել եմ փող դնում ջեբները, որովհետև շներին այդ քնեցնելն ու օրինակի համար ստերջացնելը տարբեր հաճույքներ այսպես ասած, քնեցնելը շատ էժան է, մյուսը շատ ավելի թանկ, պայմանները չկա, հիմա ձևակերպում են, այդ կենդանասերներն ասում են 2000-ը շուն չկա, էլի մենք շներին անուններով գիտենք, էլի Չալոն, Բողարը, մյուսը Գյումրիի շները, հա դեմքով ճանաչում են իրանք, ասում է չկար այդքան շուն, հիմա իրանք այդքան շուն որտեղից են ասում, հատը շների վրա, այսինքն որտեղից կարան մի բան քերում կպցնում տանում են իրանք, նույնիսկ իրանք իսվասի աղբավայր եմ գնացել, կենդանասերների հետ աղիցելեցինք աղբավայր, որտեղ իրանք ասում են, որ շներին սատկացրեք կեսին տալու են, գնացել ենք հետքերով որ մենք գտնենք եւ մինչ այլոց այնտեղ ականատես եղա տապանակարին եւ ես ասել եմ, որ Գյումրին տապանակարը կդնի ԿՊ-ի գլխին։ Գալով տրանսպորտին, պարոն Մանուկյան, ի վերջո իշխանությունը կարողացավ 100 դրամը դարձնել 150 դրամ, եւ մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ այո, ինչ որ մի փուլ կային ընդդիմադիրներ, բողոքի ակցիաներ, բայց դա լոկալ էր, դա շատ ավելի մեծ ընդգրկում չունեցավ եւ կարելի է ասել, որ Երևանի քաղաքապետարանը մարսեց 150 դրամը, կարելի է այդպես ասել, թե ոչ։ Ես չեմ կիսում այդ կարծիքը ու հիմնավորեմ փաստերով։ Այս ավականիստերի ժամանակ էլի չզեկուցող հարցերի շրջանակում 2.5 միլիարդ դրամ մոտարապես, թե 2.2 միլիարդ դրամ իրենք տվեցին Երևան ավտոբուսին։ Ինչի համար, որովհետև Երևան ավտոբուսի բյուջեում առավել մեծ ճեղքված կա արդեն։ Այսինքն փողը չի հավաքվում։ Փողը չի հավաքվում։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ փողը չի հավաքագրվում եւ իրենք ստիպված 2.2, եթե ճիշտ եմ հիշում, միլիարդ դրամ ուղղեցին դեպի Երևան ավտոբուս։ Մյուսը հաջորդիվ խնդիր է։ Եթե ներողություն, այս ամիս ուղեցին, բա հաջորդ ամիս ինչ են անելու։ Իմ անձնական կարծիքով իրենք հեսա կփորձեն ազգային ժողովում այդ խայտարակ օրենք անցկացնել։ Տուգանելու վերաբերյալ 15000 դրամ տուգանել եւ հաջորդ փաստը, որ մարդիկ այնուամենայնիվ բոյկոտել են, որ 15000 դրամ ինչի համար է ուզում մարդուն տուգանել, երբ որ այդ մարդը վճարում է։ Այսինքն ԿՊ-ն իր հակասության մեջ է մտնում։ Եթե մարդիկ վճարում են անիմաստեղ լրացուցիչ լարվածություն ինչի համար է ստեղծում։ Հաջորդիվ խնդիրը ավտոբուսների վարորդների հայտնի ձայնագրությունները որ կար, ոնց են ստիպում, ոնց են պարտադրում, օրական քաղաքացիներն ասում են, հենց զանգում ես, պարզվում է ավտոբուսի վարորդ չէր, հասարակական կարգի պահպանության վարչությունից էր կամ ուրիշներից մեկին գտե բերե նստեցել են ավտոբուսի ղեկին, էլի, դա անթույլատրելի է։ Իրանք պրիմիտիվ բան ավտոբուսի վարորդների համար զուգարան չեն կարողանում կառուցել։ Գնում ես Խարբերդ կամ Շենգավիթ համայնք, կանգ ուղակի չկա, դա խայտարակություն է, փողոց չկա, մայթ չկա քայլելու, մարդուն ասում են արժանապատիվ տրանսպորտով ես դու երթևեկում, մի հատ էլ հանգստում են իրանք հասկանում եք, դա բարոյական ոչ մի սահմանների մեջ չի մտնում։ Բերում են իրանք տրամաբանությամբ, արտոնություն իմ գնահատմամբ թանկացման ինչ որ մի շերտին, որ ներկայացնում են ուրիշ գին, հաշվարկ են ներկայացնում, ասում սրա տակը քանի հոգի է ձեր պլանավորածով լինելու քանի մարդ ու բյուջեի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Սենց նայում են կողքերը բան, վերև ասում ինչ եք նայում, ձեզ եմ հարցրել, պատասխանեք։ Դե ասում անենք տեսնենք, ամեն ինչը մոտավորապես էլի, այսինքն իրանք առաջնահերթ մատ քերեն քաղաքացուց ինչ կարա գանքի մեր ջեբը, հաջորդիվ տեսնենք ոնց ենք այդ ամեն ինչի տակից դուրս գալիս։ Մի այդ առումով, քանի որ իրանք սկզբունքորեն թվերը չեն հրապարակում, թերցելը այդ բաժշկեն չունի խնդիր է իրանք մոտ շատ լուրջ խնդիր է։ Այս ամբողջով հանդերձ ու ասեմ երկու փաստ համադրելով, որ իրանք ստիպված 2.2 միլիարդ դրամ երկու ամսվա ծախսերը փակելու համար հունվար-փետրվար տվեցին,
Այսինքն ամսական 1.1 միլիարդ ահռելի մեծ գումար է, հասկանաք, շատ մեծ, որպեսզի պատկերացնեք անցյալ տարի մոտ 14 միլիարդ է եղել բյուջեն։ Այսինքն եթե այդ 1 միլիարդը բազում պատկենք 12 ամսով 12 միլիարդ, ստացվում է вообще փող չեն կարողացել իրենք հավաքել։ Եվ ես զուգահեռը տանում եմ, որ իրենք ուզում են այդ տուգանելու նոր օրինագիծը դնեն շրջանառության մեջ եւ կիրառեն, դա հիմնավորում է, որ մարդիկ իրենց կամքով իրենք բոյկոտել են ու քաղաքային իշխանությանը մերժել են, ասել են չի կարելի թանկացնել։ Ու գիտեք հարցն ինչ է, նորից եմ կրկնում, այս քաղաքային իշխանությանը քանի անգամ ասել եմ, եկեք ժողովուրդ, հանձնաժողով կազմենք, գնանք ծախսերը հատիկ առ հատիկ բացենք, նայենք։ Երբ որ հիմնավորեք, որ ինքնարժեքը լինում է օրինակի համար 118 դրամ, եկեք ժողովրդին պարզ, ես է կանգնեմ, ասում ժողովուրդ 110 դրամը, 8 դրամը պիտի թանկացնենք։ Բայց դուք այդ չեք անում, հրաժարվում եք, բայց փոխարենը վարորդի վրա ավել փող եք դուրս գրում եք սա որ հայտարարություն են տալիս, մուրում են, որ վարորդ գնա իրաց մոտ աշխատելու։ Իդեպ այդ խնդիրը չլուծվեց, չէ՞ այդպես։ Նայեք, նույն օրը, երբ որ իրանք ասել են 1600 վարորդի պատասխան տվել են, զանգել եմ Երևան ավտոբուս, հարցրել եմ, ասել եմ, ես ուզում եմ վարորդ ընդունեմ աշխատանքի, ոնց անեմ, ունեք դեկարգի վարորդական վկայական, այո, փորձ ունեք, այո, մեր խնդրում եմ, կգաք Թևոսյան հասցե, ասում եմ, ժողովուրդ, եթե դուք 1600 վարորդ ունեք, ինձ ինչի համար եք օրինակի համար ընդունում, էլի, ու տեսեք, իրանց պրիմիտիվ, որ չեն կարողանում կառավարել, օրինակը ձեզ բերեմ։ Եթե երթուղի օրական դուրս է գալիս 650 ավտոբուս, 50-ից 60 ավտոբուսը լինում է ռեզերվ, այսինքն կանգնում է, որ եթե վթար լինի, գա փոխարինի։ Դրան գումարած իրանք ասում են մենք 100 վարորդ էլ ռեզերվ ամեն օր լինում է կայանատեղիում, որովհետև կարող մի վարորդը հիվանդանա, մեկը օրինակ սրտի հետ կապված կամ շումը բարձրանա, փոխարինողը գնա։ Ասում առավոտ շուտ այդ ռեզերվային ավտոբուսները պիկ ժամերին այդ վարորդներին նստացեք, թող հելնեն գից, ցերեկը գան։ Երեկոյին նույնը հակառակն անեն, պրիմիտիվ բանա, որ այս մարդիկ չեն պիկ ժամերին։ Հա, պիկ ժամերին, արեք որ մի քիչ թեթևացնի, թեկուզ մի փոքր թեթևացնի բեռնես ամեն ինչը։ Տեսեք, իրանք իմ կարծիքով չեն սիրում երևանցիներին, որտեղ երևանցիները իրանք մերժել են։ Իրանք երևանցիների կողմից ընտրված չեն, դա մեկ։ Հա, իրենք ընդամենը 75000 ձայնով ընտրվեցին։ 9% ընդունենք, էլի օրինակի համար։ Այսինքն իրանց մոտ այդ մի խնդիրն է մեկ, երկրորդը ինքնասիրարարվածության ամենաբարձր մակարդակ, այսինքն իրանք ինչ են խոսում, էլի, ասում են մեզանից լավը չկա, մեզանից գիտուն չկա, մեզանից։ Իրանք ասում են գաղափարագողությամբ զբաղվեք մեկ։ Ես ձեզ մի բան որ ասում եմ, լսեք, գնացեք կիրառեք։ Իրանք էլ ասում եմ, պատրաստ եմ ձեզ 2 անվճար դասընթաց կարդալ ձեր համար, բացատրել։ Երկուսից ավել չեմ անի, որովհետև մտածում եմ կարող չմտնի կամ այդքան հավես չունեմ դրանց հետ, էլի։ Եվ նաև թալանը եւ փողը։ Թալանն ու փողը, այսօր ովքեր էին երբ մտան Երևանի քաղաքապետարան, հիմա ովքեր են դարձել, պարոն Մանուկյան։ Իրենք, ասեմ, այսօր իրենք օրինակի համար որ եկի հավաքվել են, իրենց հակուկապը նայեք, Սարյան փողոցի վրա իրենց նստած իտալական գինները խմելուց նայեք, իրենց երազանքը Կիլիկիայի գարեջրի շշի հետ նկարվելն էր։ Այսինքն դա իրանց գագաթնակետներ, որովհետև մեկ դրա հնարավորությունը չէին ունենում Կիլիկիայի գարեջուր խմել իրենք։ Իսկ հիմա Սարյան փողոցներում ճոխ իրենց ճվայտ կյանքը նայեք, հակուկապները նայեք, մեծ խոսալը նայեք իրենց ու ասեմ հավասարաչափ ԿՊ-ի հետ հավասարաչափ նաև պատասխանատվություն է կրում Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը եւ իրանք կեղծ ժողովրդավարներ են։ Պրիմիտիվ օրինակ բերեմ, իմ բացակայության ժամանակ իրենք բերել են օրինագիծը, որով ավականու անդամը հանձնաժողովի նիստի ժամանակ 140 միլիարդ դրամանոց բյուջեի վերաբերյալ ընդամենը իրավունք ունի 2 հարց տա։ Ասում եմ 2 հարց, ասում տղեկ դուք գիժ եք, դուք լավ չեք։ Այսինքն բայց մնացած ծախսերը էսի ոնց անեմ, ոնց ասեմ օրինակի համար մանկապարտեզի սեյսմականության վերաբերյալ խոսեմ օրինակ կանաչապատման մասին, որտեղ փողերը գնում կորում է, օրինակ ավտոբուսի զապչաստի մասին խոսամ, որում 2 հարց ու դուք ժողովրդավար եք կոչվում։ Արամ Զավենի Սարգսյանի եղբոր Փեսան է, չէ՞, Կասկադի շինարարություն իրականացնողը։ Այո, կապեր տեսնենք այստեղ էլ։ Ես միանշանակ տեսնում եմ եւ բացատրեմ ինչի համար եմ տեսնում, որովհետեւ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները ես իրանց Facebook-յան էջերին ու իմիջիայլոց բոլորի Facebook-յան էջերը ես ուսումնասիրում եմ, եթե իրանք իմեջը գիշեր-ցերեկ իմեջից դուրս չեն գալիս, վախում են, ասում են, ես մենք ձեր մոտ չեն գալիս, ես հակառակ իրանց երեսին ասում եմ, նայում եմ, տեսնում դուք ով եք, ինչ եք շնչում, եւ տեսնում եմ իրանք ոնց են գովազդում այդ ծրագիրը եւ այդ հայտնի Փեսային, հասկանում եք, եւ այս պարագայում իմ համար ակնհայտ է դառնում, որ այս Փեսան կապ ունի։ Ու գիտեք ինչն է դա, նույն այդ Փեսան ինչ որ երաս գործարանում էր
այն գործանը բերեցին մի քիչ Էսկոմ Նիկոլ Փաշինյանի պահանջով թե խնդրանքով Ալիևի պահանջով Ալիևը արգելեց այնտեղ տեղափոխեցին գործարանը Դե ես Նիկոլ Փաշինյանին ու Ալիևին մի հարթության մեջ եմ տեսնում մեկ իրանց խոսքերը բռնում է մեկը մյուսի պասերով ինչ որ մի բան անում դրա համար ինձ կներեք էլի հիմա շարունակեմ ես այս նույն տղային Կասկադի այդ երբ որ Երևանը այսքան բազում խնդիրներ ունի Կասկադում միլիարդավոր դրամները բերում են առաջնահերթությամբ տալիս են այս մարդուն հասկանում եք ու ես հասկանում եմ որ օրինակի համար նույն հանրապետության կուսակցության այդ ներկայացուցիչներին կամ իրանց այդ առնչվող մարդկանց շինթույլտվություններ էին տալիս շենքերը գիտեք չէ՞ ինչ են ֆոտոշոփ են անում իրականության մեջ այս շենքը ստեղ կանգնած էր այս շենքը բռնում տանում էին Էսկոմ մյուս շենքը տանում էին Էսկոմ թղթի վրա ստանում էին տարածություն շինթույլտվություն տալիս են շենք էին կառուցում այդ արել են իրանց համար հիմի ուզում է իրանք հերնան երկինք իրանց բերանով ծիտ բռնեն իշտեն ներքև իրանք էլ հավասար է թալանի կոռուպցիայի մեջ փայ գնում են իրանք լրիվ ամբողջությամբ հավասար եւ ինչն է հետաքրքիր Անի Խաչատրյանն ասում է այդ 10000 բանով Տիգրան Ավինյանը որ բիզնես կլասով կամ ֆըրստ կլասով թռել էր Լոս Անջելես ասում է դա Երևանցու համար է արել ասում է 150 դրամ ինձ մենար ավելի թանկ պետք լինի ավտոբուսի ու այդ կեցվածքով հիմի նույն բանը ուզում են իրանք անեն Գյումրիում գյումրեցիներին մոլորեսնեն որովհետեւ հայտնի հարսասեր տեխնացուն իրանց այդ Եվրո չգիտեմ ինչի Եվրոպեի նույն պատմությունն անելու են բանում Գյումրիում եւ առիթից օգտվելով սիրելի գյումրեցիներ նայեք Երևանը խղճացեք ձեզ անկեղծ իրանք իրար բեն ոնց որ Երևանում իրար բերան թքած սա գործերը տանում են թալանում են ավելի վատ անելու են ձեր գլխին ավելի վատ մենակ նայեք 7 տարի էս մարդիկ իշխանության են Գյումրիում մի հատ հավի բուն չեն կառուցել մի հատ ու մնաց շենք կառուցեին իրանք հասկանում եք մի հատ էլ երնոն էլ հարց տվեցի քաղաքապետարան մասի տղեկ ձեր մաթեմի դասատուն ով է եղել ոնց հաշվում եք 27 տարի եղել է օրինակի համար նախորդ շրջանը 7 տարի իրենք բայց եթե մենք գիտակցում ենք որ նախքին այդ 27-ը որ ասում են առաջի քանի տարին պատերազմական խառը էներգետիկ ճգնաժամ բան ստացվում է մոտարապես օրինակի համար 20 տարի մաքսիմում դրա կեսն դուք եք իշխանության ինչ եք արել Իդեպ Գյումրիի հետ կապված գյումրեցիներն ասում են որ Գյումրին շնչում է երբ այնտեղ տեղակայված 102-րդ ռազմաբազայում մարդիկ աշխատավարձ են ստանում իմ հակադարձմանը բավոնց Գյումրին նիկոլական ժամանակաշրջանում տուրիստական քաղաք չի դարձել մարդիկ ասացին ոչ Գյումրին ուղղակի ֆինանսապես շնչում է երբ 102-րդ ռազմաբազայում բաժանվում է աշխատավարձ խանութներն են այդ ժամանակ ավելի լավ աշխատում վարսավիրանոցները եւ այլն Երբ ասում եք մի հատ բուն չեն կառուցել, այդ համատեքստում եմ սա ասում։ Տեսեք, ինչն է բան, իրանք ուրիշի, այսպես յողանը քաշել են իրանց վրա, նախկին իշխանության ժամանակ 15 կամ 16 թվականին կնքվեց այդ հայտնի վարկային ծրագիրը, որի արդյունքում Գյումրիում երկու փողոցների եւ Կումայրի պատմամշակութային կենտրոնը զարգ տվեց, կենթանացվեց իրենք ամբողջությամբ եւ այդ ժամանակ տուրիստական բումը հոսքը սկսեց դեպի Գյումրի գնալ։ Եվ ես հիշում եմ, ինչքան ուզում է իրանք ցխկվեն, բայց իրականությունից չեն կարող հրաժարվել, որ նախկին իշխանությունը իդեպ խնդիր էր դրել, որ Գյումրին պետք է դառնալ տուրիստական 3 օրանոց քաղաք, իսկ տուրիստական 3 օրանոց քաղաքը, Ֆլորենցիայի նման քաղաքը 3 օրում դու կարող ես տեսնել օրինակի համար։ Գյումրին իրանք արդեն ստեղծել են այդ ամեն ինչը։ Նոր իշխանությունը եկավ, սրանք եկան ու կանգնեց ամեն ինչը, ոչ մի բան, ուղղակի ոչ մի բան չարեցին։ Նույնիսկ ես հիշում եմ, որ ծրագրի մեջ կար, որ ասֆալտապատումը այդ փողոցների պետք է կարմիր գույնով լիներ։ Սրանք եկան ասին, բա որ հիմա կարմիր գույնով այդ որակի ասֆալտ անենք, հետո փչանա ոնց ենք վերակառուցել, էլի։ Հասկանում եք, աբսուրդ էլի։ Այսինքն Գյումրիի հետ կապված այս ամբողջ կենթանացումը պայմանավորված է թիվը կարող սխալում 15-16 թվականից հետո, հասկանում եք, եւ այս նոր իշխանությունը ոչինչ առ ոչինչ չի արել, ուղղակի չի արել։ Եվ իհարկե Գյումրում տեղակայված ռազմաբազայում երբ որ աշխատավարձ են ստանում, նույն ընդունենք իրանց սպայական անձնակազմը օգտվում են Գյումրիում տեղակայված այդ ռեստորաններից, խանութներից, մյուս ծառայություններից կամ հայտնի Գյումրիի Չերկեզի ձորը որ կա, աշխատավարձ ստանալու այդ մի քանի օր եթե փորձես գնալ այնտեղ ամբողջական նկատմամբ այդ ռուսական հոսքը կա, այսինքն ինքը ազդեցություն ունի Գյումրիի վրա։ Ինչպես նաև Գյումրիի վրա մեծ ազդեցություն իմ գնահատմամբ ունի Ռուսաստանում այն արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները։
եւ իրանց կողմից ուղղորդված գումարը։ Իմիջայլոց նաեւ գյումրեցիներն իմանան, որ այս իշխանությունը, այս հայտարարագիրը, որ բերել են առաջ, խնդիր են դրել, որ արտագնա, այսինքն մեր խոպան գնացած հարազատները, որ գնում մեզ կարողանում են իրենց քրտինքի արդյունքում այնտեղ հարկվելով ընդունենք ամիսը $700 փող տան, այստեղ իրանք որոշել են այդ փողը հարկել։ Սիրելի գյումրեցիներ, դա նույնպես դուք նկատի ունեցեք, որ այս մարդիկ նաև աշկ են դրել այդ ձեր մի 2 կոպեկ տանջանքով, քրտինքով ձեռբերված գումարին։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Մեսրոպ Մանուկյանն էր, այսքանը ցտեսություն։